Այսօրվա ակցիայից ինչ սպասելիքներ ունեք, կազդի այն իշխանությունների գործելավոճի վրա, թե ոչ։ Ես չեմ կարծում, որ կազդի, ուղղակի պետք է ամեն րոպե խոսալ, ամեն րոպե այդ մասին բարձրաձայնել, որ իրենք չիմանան, որ դա մոռացվեց գնաց, որտեղ այս ընթացքում ամեն օր նոր իրադարձություն է տեղ ունենում, նախորդ օրվա եղածը արդեն մոռացության է մատնվում, ու այդ իրադարձությունները այնքան շատ են, որ իրոք երբ որ հետ ես նայում, տեսնես ինչքան կիսատ մնացած հարցեր կա, որ բարձրացրեցիր ու ավելի կարևոր հարցը թողեց, այսինքն ստեղծեցին այդ իրավիճակ, որ թվաց թե կարևոր է ու մոռացության տրվեցին, նույնը Արցախի հարցն է։ Բնական է, այս քիչ քանակությամբ ու մենք ավելի մեծ քանակությամբ ենք այստեղ դուրս եկել ու իշխանությունների դիրքորոշումը որևէ ձևով չի փոխվել, ակնկալել, որ սա ինչ-որ բան կփոխի, չէ։ Ուղղակի իրանք իմանան, որ սա բաց վերք է ու անընդհատ ինքը արյունահոսելու է։ Ասում են, որ Արցախի ժողովրդի ապագան Հայաստանի Հանրապետությունում է, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, կիսում եք այս կարծիքը։ Արցախի ժողովուրդը համարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ համար իրենք այն ժամանակ էլ են եղել Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու Արցախն էլ Հայաստանի Հանրապետության տարածք է։ Իհարկե իրենք կարող են այստեղ լավ ապրել, բայց եթե այդ տրամաբանությամբ գնանք, վաղը միսօրներ պետք է ասենք Երևանն է Հայաստանի Հանրապետությունը, Սյունիքը տանք, մնացած տարածքները տանք ու բոլորս այստեղ ապրենք, այդպես չի լինի։ Եթե մարդը ամբողջական է իր մարմնի բոլոր մասերով, չի կարելի ասել ձեռքը կտրենք, մենակ գլխի հաշվին ապրենք, կամ չգիտեմ, ոտքը կտրենք, ամբողջը Հայաստանն է ու ամեն միլիմետրը, որը մենք հենց այնպես տալիս ենք, կամ այդքան արյունի գնով վերցրած է, արյունով նորից հետ ենք տալիս, այդ մեծ ցավ է ու չպետք է այդ մոռանալ ու կանգնել նրա վրա, որ արցախցիները Հայաստանում կապրեն ու իրանց ապագան Հայաստանում է։ Չէ, մեր բոլորի ապագան Արցախի Հայաստանի միասնության մեջ է, միասնական Հայաստանի մեջ է։ Իսկ բնակապահովման ծրագրի մասին վարչապետը նաև խոսում էր իր ելույթներից մեկի ժամանակ, ասում էր, որ ծրագիրը բարդ էր սկզբնական շրջանում, սակայն հիմա ավելի լավացել է, ավելի հեշտացել է։ Գիտեք ինչ, ես չեմ կարող մեկնաբանել մի մարդու ասած, որը ոչ մի ճիշտ բան չի ասում։ Ինքը այս 7 տարիների ընթացքում իրար հակասական ամեն օր մի բան ասել ու դնել իր ասածը քննարկել անիմաստ գործ է։ Այսօր մի բան կասի, մենք կքննարկենք, կարծիք կհայտնենք, վաղ ուրիշ բան կասի։ Ասենք սուտ ասան մարդը չի կարող ինքը ոչ երկրի ղեկավար լինի, ոչ էլ իր ասածը ինչ որ բանի համար հիմք հանդիսանա։ Դրա համար ես չեմ մեկնաբանի էդի։ Երբ որ գործնականում Արցախցին իր մաշկի վրա կզգա դրա հեշտությունը կամ իրականում այդ տունը կունենա, այն ժամանակ նոր թող ասի արեցինք։ Իրանք ամեն ինչը բարձրաձայնում են, բայց ոչ մի բան այդպես էլ մինչև վերջ չի կատարվում։ Իսկ Արցախում մնացած պատմամշակութային ժառանգության մասին ինչ կասեք։ Մենք տեսնում ենք օրինակներ, երբ Ադրբեջանի կողմից վերացվում են դրանք, ոչնչացվում են, ինչ է լինելու մնացած պատմամշակութային ժառանգության հետ։ Պատմամշակութային ժառանգության համար պետք է պետությունը բարձրաձայնի համապատասխան կառույցներում համաշխարհային, բայց քանի որ մեր երկրի ներկայիս իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից, ինքը հայտարարում է, որ Արցախը հայկական չի, Արցախը Ադրբեջանին է, դե Ադրբեջանին ես չեմ կարող ոչ մի բանում մեղադրել, իրենց տարածքում իրենք ինչ ուզում են անում են։ Եթե մենք ենք ընդունում մեր երկրի ղեկավարությունը, որը պիտի իբր մեզ ներկայացնի, ընդունում է, որ դա Ադրբեջանի տարածք է, հիմա Ադրբեջանը մեղավոր է, որ այդ ամեն ինչը վնասում է։ Մեղավորը մենք ենք, որ այս մարդը դեռ պաշտոնի նստած է, ու մեղավորը մենք ենք, որ մեր դարերի արդյունքում ստեղծածը թույլ ենք տալիս, որ թշնամին դες ոչնչացնի։ Ասենք մենք մեր ունեցածը չենք արժևորում, ինչու՞ պիտի թշնամին արժևորի։ Նա հայերի հետքը մաքրում է այնտեղից։ Ու շատ նորմալ է, ես Ադրբեջանի ոչ մի բան չեմ կարող ասել այդ պահով, իրանք ջջում են հայերի հետքը, որ յուրացնեն ուրիշի գույքը, ուրիշի սեփականությունը, ուրիշի հողերը, իսկ դրա համար պետք է հայկական հետքը վերացվի, ցավոք սրտի ազգությամբ հայերն էլ, որտեղ իշխանության աթոռին նստած են, իրենց աջակցում են դրանում, հենց նրանով, որ լռում են այդ մասի միջազգային ատյաններում ու որևէ խոչընդոտ չեն ուզում ստեղծեն, թեկուզ եւ կարող է դա արդյունք չտա, բայց Ադրբեջանը իմանա, որ ինչ-որ մեկը դրա հետևից գալիս է։ Առաջիկայում այլ ակցիաներ նախատեսել եք։ Ես ճիշտ ասած մասնակից եմ ակցիայի, կազմակերպիչներից չեմ, չգիտեմ, ես բոլոր ակցիաներին, որոնք կազմակերպել են թե արցախցիները, թե ցանկացած շարժում մասնակից եմ եղել, դրա համար չգիտեմ, եթե կազմակերպեն կմասնակցեմ։